Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է, բարև ձեզ Տիկին Դավոյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Տիկին Դավոյան, սկսենք ներքաղաքական թեմաներից, երեք արտաքին հետախուզությունը ուշագրավ հայտարարություն տարածեց, որ ճիշտ է չնշվեց, որ երկրում, բայց նշվեց, որ օտար երկրում հատուկ ծառայությունները ճնշում են հայ գործարարներին, որպեսզի վերջինները ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, ստեղ ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժի խոսքը հավանաբար գնում է Սամվել Կարապետյանի ուժի մասին եւ ոնց կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Իլերումն այդ հայտարարության, չգիտեմ դուք կարդացիք թե չէ, այսօր էլ մեկ տենց գրառում տեսա, Դանիել Յովհաննիսյանն էր գրառում էր կատարել, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ավտոբուսներով մարդկանց բերելու հետ կապված, էլի այլ օտարի երկրից ինչպես կարող եմ մեկնաբանել, այնպես որ կարծում եմ Հայաստանի Հանրապետության մարմինները շատ ու շատ հետևում են իրադարձություններին եւ չեմ կարծում, որ մեծ գաղտնիք կբացահայտեմ, եթե ասեմ, որ ենթադրենք միասին, որ դա կարող է լինել մեն Ռուսաստանի Դաշնությունը այդ երկիրը, որովհետեւ աղազանգները միշտ այնտեղից են գալիս այս վերջերս, որ մարդկանց ստիպում են գալ ընտրություններին մասնակցել, սրանից ամիսներ առաջ էլ մարդկանց ստիպում էին որ կան ֆինանսական աջակցություն էին խոստանում, որ կան եւ իրենց հանրահավաքներին մասնակցել։ Պիտի այդ հարցը լուծվի եւ պետք է հասկանանք ինչա կատարվում եւ օրենքը բոլորի համար է։ Տիկին Դավոյան, այդ ուժը նաեւ որը համեմատաբար մյուս ուժերի բավական ակտիվ է, տարբեր սոցիոլոգիական հարցումներ են հրապարակում, ըստ որի իրենց առաջնորդը կամ իրենց կուսակցությունը առաջատար է, բայց շատ կարծիքներ կան, որ այդ հարցումները նույնպես կեղծ են։ Դե այդ հարցումներ կարող եք դուք էլ հրապարակել, կարող եմ ես էլ հրապարակել, մեր սիրելի օպերատորն է կարող է հրապարակել, որովհետև ամեն օր մի հատ բան են նկարում, սանդղակներ են նկարում, ասելով, որ ինչ որ կազմակերպություն հացում է կատարել եւ այդ ըստ հացման արդյունքների Սամվել Կարապետյանը, որը ամենակուրիոզը չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում որևէ բացաստիճան պաշտոնյա, որովհետեւ վարչապետ առավել եւս, որովհետեւ չունի ցենզը սահմանադրական ցենզը չունի, ունի ինչ-որ աստղաբաշխական ռեյտինգ, ինչ-որ թվեր են ասում, 50% բանը, կամած բացանում այդ թվերը, մի օր դառնալու է 70-80 խայտարակ լինենք, դե, բայց այդ կազմակերպությունները ինչ-որ անհայտ կազմակերպություններ են, որ մեկը չգիտի այդ կազմակերպություններն ինչ են, անընդհատ վատ է էլի, որ ինչ-որ ուժ այդ կեղծ թվերով է սկսել իր գործունեությունը, այդ ուր են գնալու այդպես։ Տիկին Դավոյան, արդյոք խաղադրույքը ընդդիմության կատարվել է թեկնածու որպես Սամվել Կարապետյանի վրա, թե որտեվ կարծիքներ կան, որ իրենց հիմնական թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը, թեպետ իրենք ասում են, որ չեն միավորվելու իրար հետ, համենայն դեպս մինչև ընտրությունները։ Ես չեմ կարծում, որ խաղադրույքը Սամվել Կարապետյանի վրա է, իմ կարծիքով խաղադրույքներ են կատարվել մանր եւ խոշոր։ Խոշոր խաղադրույքը իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի, բոլորով գնալու են միավորվել նրան, որովհետև չի լինում էլի, երբ որ մի ուժ վարչապետի թեկնածու հռչակում է մի մարդու, որը ունի խնդիր վարչապետ լինելու, եւ ասում են դե որ մենք դառնանք վարչապետ, մենք մեծամասնություն լինենք, սահմանադրությունը կփոխենք բան, մի տեսակ լոջ չի, բայց իրենք որևէ մեկը չեն բացառում միավորվելու համար եւ Գյումրի երկու սցենարը կրկնելու համար։ Եվ կարծում եմ, որ նրանց թեկնածուն այո Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի, որքան էլ որ Նարեկ Կարապետյանը կամ չգիտեմ այն մնացածը Տապանը Նոյան այդպես են ասում կարծես բոլորը միայն միավորվելու մասին են խոսում, բայց ցենց մշուշոտ, բայց հասկանալի է, որ միավորվելու են Ռոբերտ Քոչարյանի շուրջը։ Դուք բացառում եք, որ Գյումրու սցենարը հնարավոր է կրկնեն իրենք։ Կփորձեն, ես վստահ եմ, որ կփորձեն։ Չի հաջողվելու, բայց կփորձեն։ Վստահաբար փորձելու են։ Իրենք չեն բացառում։ Իշխանություններին մեղադրում են նրա համար, որ իշխանություններն իրենց հերթին փորձում են ավելի, ասենք, ռեյտինգը բարձրացնել Սամվել Կարապետյանի, այսինքն ավելի շատ կենտրոնացած են համարում են, որ հիմնական ուժը ինքն է լինելու, արդյոք ձեզ ձեռնտու ընդդիմություն է լինելու։ Իրականում այդտեղ խնդիր կա, որովհետև մի տեսակ իրենք այդպես դիրքավորվեցին, որ ընդդիմության ֆավորիտը դարձան իրենք իրենց մեջ ընդդիմության դերերը բաշխելով կարծես առաջատարը
իրենք են, ես կարծում եմ այստեղ մեծ դեր է կատարում նաև այն ֆինանսական հնարավորությունները, որոնք ներդրված են այդ ուժի շուրջը։ Այնպիսի ահռելի քանակությամբ գումարներ է ծախսվում, որ նայում ես իրենց գովազդը, դե այնքան փող ծախսեցին, բլոգ Facebook-ը բան արեց, չէ՞։ Արգելափակեց այդ երիտասարդի Facebook-յան էջը, որովհետև այնտեղ ֆեյքեր, բոտեր, ինչ որ բաներ էին աշխատեցնում, իսկ դրանք գումար արժեն։ Այդ ամեն ինչը գումար արժե, արհեստական բանականությամբ ինչ որ բաներ են սարքում, գումար արժե, իրենք շատ դուրս փողեր են ներդնում։ Եվ իրենց տեսանելիությունը իմ կարծիքով այդպես բացացեցին։ Իհարկե բովանդակության մասին չեմ խոսում, որովհետև բովանդակություն չկա այդտեղ, ավելի շատ ինչ-որ հաճելի իրենց կարծիքով մարդկանց հաճելի հայտարարություններ են անում, բայց բովանդակությունը զրո է։ Տիկին Դավոն, Սամվել Կարապետյանին բացահայտ աջակցում է եւ կոչ է անում համախմբվել նրա շուրջը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, թեպետ ունեն իրենց թեկնածում, ինչ խաղ է խաղում հիմնադիրը։ Ոխց այստեղ այնքան չգիտեմ էլ ինչպես պատասխանել, որ ճիշտ լինի։ Թացը մի քանի անգամ տվել են ինձ, ասես զավեշտալի է, ասես քաղաքական ասելիք չունենալու մասին է հակի, որովհետև երբ որ դու ունես վարչապետի թեկնածու, հետո քո վարչապետի թեկնածուն եւ քո ուժի ղեկավարը սատարում են այլ ուժի վարչապետի թեկնածուին, որը չի կարող լինել վարչապետ, որ ունի սահմանադրական արգելք, հետո հանդես է գալիս, որ Հայաստանի քաղաքական ուժերը պիտի միավորվեն նրա շուրջը, ճիշտ եմ, չէ՞ հիշում, եւ մենք գործող իշխանությունները արևմտյան երկրների դրածոներ են, որ պետք է Ռուսաստանին վերադարձնել իր ազդեցությունը այս տարածաշրջանում, այստեղից միայն պիտի հասկանալ, որ այսքան տարի Հայաստանը ինչ վիճակի մեջ որ գտնվել է, պատասխանատվությունը ով է կրում եւ այդ մարդը այդպես հետ քաշվելու փոխարեն փորձում է էլի ինչ որ բզբզա քաղաքական չար բաներ ասել եւ հետաքրքիրն այն է, որ հետո նրա հայտարարությունները պիտի հակից ինչ որ մարդիկ էլ սկսեն մեկնաբանել, որովհետև մեզ որևէ մեկից հասու չեն այդ մտքերի բացրակետերը, մենք չենք կարող հասկանալ։ Քաղաքական պատրիարքը անմեկնելի է։ Շատ է խոսում են մասին, որ այս ընտրությունները ոչ միայն իշխանության համար պայքար է լինելու, այլ նաև լինելու է, այսպես ասենք, Հայաստանի հետագա ապագան որոշելու, նկատի ունեմ քաղաքական կուրսի որոշում է լինելու։ Նա իրենք նաև ընդդիմադիրներ ուշադրություններ չեն բացահայտ հայտարարել, որ եթե հաղթեն, ապա ամեն ինչ կանեն, որ Հայաստանը կամ մտնի, ասպես ասենք, Ռուսաստանի նյութերական պետության կազմ կամ գոնե լիովին ենթարկվի այդ երկրին, որքան ոնց եք մեկնաբանում այս հայտարարությունը։ Դե նորություն չենք լսել։ Դե այսքան տարի անընդհատ այդ մասին խոսել են, որ մենք դավաճանել ենք մեր դաշնակցին, մենք նեղացրել ենք մեր դաշնակցին, մենք մեր պատճառով է հապկում ինչ որ հապկը մեր պատճառով է, որ չեկավ մեզ օգնության, որ մենք շատ վատ դաշնակից ենք, բոլոր մեղքը բարթել են մեր վրա, տեղի ունեցած իրադարձությունների եւ ինչ է պատվում է, որ բոլոր ուժերը պատրաստ են բոլոր Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ողջ ձեռքբերումները դնել մի կողմ եւ գնալ նորից հետ դեպի օրինակ 2008-2007 թվական։ Այդ մարդիկ սպասարկում են այդ երկրի շահերը։ Չի կարող որևէ ուժ հանդես գալ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերից, այլ մի այլ երկրի շահերից եւ լինել պետականամետ։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ պատասխանատվության պիտի ենթարկվեն նման հայտարարություններ անողները ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ այո, պիտի ենթարկվեն, որովհետև չի կարող մարդը ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի դառնա միութենական պետության անդամ եւ այդպես դա անցնի գնա։ Ես կարծում եմ, որ այո, պիտի լինեն հետևանքներ։ Տիկին, նաև հայտարարում են, որ թրիպը Հայաստանին, թրիպի ուղին Հայաստանին անվտանգություն չի բերի, այդ թղթի կտորը առավել եւս այս տարածաշրջանային պատերազմը խիստ կասկածի տակ է դրել թրիպի արդյունավետությունը իրենց խոսքով ասած։ Բայց այդ ձեր ասած մարդը, որ ասում էր, որ թրիպը թղթի կտոր է, ընդհանրապես որպես քաղաքական գործիչ կամ կարծիք հայտնող կամ կարծիք ձևավորող մարդ գոյություն չունի։ Այդպես գնացել պեղել գտել են հացազրույց է տվել, ասելով, որ թրիպը որևէ մեկի պետք չէ Հայաստանի։ Քոչարյանն էլ համարյալ նույնն ասում։ Դե Քոչարյանն էլ նույնը կարող եմ ասել Քոչարյանին։ Այդ մարդիկ սրանից
նախորդացում էինք, չէ՞, խոսում, սպասարկում են այլ երկրի շահեր։ Եվ այն որ հա, իրենք անընդհատ փորձում են նաև հանդես գալ մեր հարևան երկրների շահերի դիրքերից անընդհատ, ասելով որ այ թրիփը այստեղ խնդիր կառաջացնի, ոնց որ անընդհատ նստեն ասեն, որ մի հատ եկեք տեսեք այս թրիփի մասին ինչ վատ բան։ Մենք գիտենք, ձեզ ասենք, որ դուք էլ Հայաստանի Հանրապետությանն ասեք, մի բան արեք, հարամեք այս գործարքը տեղի չունենա։ Չեն ուզում։ Ես չգիտեմ դրա տակ ինչեր կա թաքնված կամ գուցե կարող եմ պատկերացնել, բայց ինչքան կարելի է Հայաստանի Հանրապետության շահերը անտեսելով հանդես գալ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Հանուն ինչի, ինձ հետաքրքիր է հանուն ինչի։ Ինչ այդքան մեծ բան կա դրված, չգիտեմ, ծանր, արժեքավոր նժարին, որը կարելի է վերցնել եւ Հայաստանի Հանրապետությունը այսպես դնել մի կողմ։ Ինձ միշտ դա հետաքրքիր եղել։ Այս մարդկանց ինչն է, այս մարդկանց շարժիչ ուժը քաղաքականության մեջ որն է։ Անել ամեն ինչ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բայց հանուն ինչի, այդ չեմ հասկանում։ Հնարավոր է որ միջև ընտրություններ փողոցային, այսպես ասենք, շարժումներ սկսեն իրավիճակը քաոսի բերելու համար, ինչպես դա արնում էին 21, 22, 23 թվականներին։ Բայց ինչ քաոսի մասին է խոսքը։ Դե ցույցեր, ճանապարհներ փակեն։ Հանրապետականներն են, չէ՞, վերջի ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասացին, որ մենք փողոցային պայքար պիտի ձեռնարկենք, թե հետո, հա, փողոցային պայքար 10 հոգով եկեք փողոցները փակեք։ Ախր փողոցային պայքար ասած բանը պիտի անի այնպիսի մարդ, որը աջակցություն ունի։ Հա դե եկեք ընկերներով փողոցը փակեք, հետո ոչ ասելիք ունեք, ոչ աջակիցներ ունեք, ոչ էլ ապագայում, ոչ էլ պատրաստվում եք իմ կարծիքով, այսպես որ նայում եմ ընտրություններին մասնակցել։ Խոսքը հանրապետականների։ Դե իրենք ասացին, որ փողոցային պայքար պիտի սկսեն։ Ինչի չեն մասնակցում կամ ինչի են մի քիչ пассив իրենք այս ընթացքում։ Համենայն դեպս այտենց ակտիվ ներգրաված չեն այս նախընտրական պայքարում։ Ես կարծում եմ իրավիճակը ճիշտ են գնահատել, փորձել են ռեալ գնահատել իրենց շանսերը, հասկացել են, որ իրենց շանսերը դե նայեք, երբ որ նրանք հայտնվեցին ազգային ժողովում, դա իրենց ձայների քանակի հաշվին չէր։ Դա զուտ սահմանադրության համապատասխան դրույթի հաշվին էր, որ իրենք հայտնվեցին ազգային ժողովում։ Եթե այն ժամանակ մի կերպ հայտնվեցին ազգային ժողովում 21 թվականին, հիմա ընդհանրապես շանս չունեն հայտնվելու ազգային ժողովում։ Կարծում եմ ճիշտ գնահատել են իրենց շանսերը, բայց ճիշտ չեն գնահատել փողոցային պայքարի դուրս գալու շանսերը։ Դե հետո այդտեղ նայեք, գարուն է, անձրև կգա, մի քիչ ցուրտ կլինի մի օր քամի կլինի, չեն կարող եք փողոցային, մի օր շոկ կլինի, էլի չեն դուրս գա փողոց։ Ամեն մարդու բան չի դա, փափուկ կյանքի սովոր մարդկանց բան չի։ Լավ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր շեմ է սահմանել ընտրություններին հաղթահարելու ազգային ժողովի 3 կուսակցությունների դաշինքի համար 8%, հետո ավելի բարձր 10, իսկ կուսակցությունների համար 4, սա առավելություն է կուսակցությունների եւ ընդհանրապես նկատի ունեմ պայմանների մեղմացում է, թե ավելի խստացում։ Ես կարծում եմ մեղմացում է, ես կարծում եմ դա նայած որ տեսանկյունից նայել կարծես թե, բայց եթե դու ուզում ես որպես քաղաքական ուժ կայանալ, պիտի ունենաս հետևորդներ։ Եթե դու չունես հետևորդներ, եթե դու չունես աջակիցներ եւ չունես ընտրողներ, ուրեմն դու գոյություն չունես։ Ուրեմն դու քո վրա աշխատելու տեղ ունես։ Դա բոլորին է վերաբերվում, մենք էլ ենք տարիներ առաջ երբ ձևավորվել է մեր կուսակցությունը, մենք էլ ենք, չէ՞, դժվարությամբ հաղթահարել, երբ 17 թվականին ընտրություններ տեղի ունեցան, շատ քիչ տոկոս էինք հավաքել։ Այսինքն ժամանակ է պետք նաև ճանաչելիության համար եւ դա աշխատանք է։ Եվ կուսակցությունները պիտի կայանան։ Եվ կարծում եմ այս դաշտում այս fake կուսակցությունները, որ ընտրություններից առաջ այսպես սնկի նման աճում են, հետո անհետանում 5 տարի որ գոյություն չունեն։ Ոչ մի կուսակցություն, հետո էլի գալիս են ընտրություններն էլի աճում են։ Այդ նաև դրա մասին է։ Եթե դու ուզում ես կուսակցություն ձևավորել եւ ունենալ աջակիցներ եւ ընտրողներ, դու չես կարող ընտրությունից 2 ամիս առաջ կուսակցություն բացել։ Ու մի հատ էլ այդ շերմերը հաղթահարել, անհնար է։ Պետք է կարծում եմ սա կուսակցական համակարգի զարգացմանը նաև պիտի որ նպաստի, որտեվ այլ տարբերակ չկա։
Հնարավոր համարում եք նոր կուսակցությունների մուտք ազգային ժողով առաջիկա ընտրություններում։ Ճիշտն ասած, դա չգիտեմ ովքեր են հայտ ներկայացնելու ազգային ժողովին մասնակցելու, ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, բայց կան բազմաթիվ նորահայտ կուսակցություններ, հնարավոր այդպես չեմ համարում, ասեմ ինչի, որովհետև շատ կուսակցություններ, որոնք բոլոր ընդդիմադիր են միանշանակ, այս բոլոր կուսակցությունները սրանից 1-2 տարի առաջ միասին էին։ Ինչ որ շարժումների շրջանակներում միասին էին։ Պատերազմից հետո այս բոլոր դերակատարները միշտ միասին են հանդես եկել։ Գնացել են օրինակ եկեղեցու պաշտպանությամբ են զբաղվել, հետո միասին գնացել են Կիրանց, հետո միասին Կիրանցից եկել են Երևան, հետո միասին Երևանի փողոցներն են փակել, հետո միասին հանրահավաքներ են արել, հետո միասին վրանային ճամբար են ունեցել օպերայում, հետո Դեմիրճան փողոցում, հետո Բաղրամյանում։ Իսկ այս մարդիկ անդադ միասին են գործել, հիմա բաժանվում են։ Էլի միանալու ակնկալիքով միանշանակ, բայց արդյոք նրանք կհաղթահարեն շեմերը։ Ինչ որ ռեալ ձայներ, նրանք ձայները փոշիանալու են իմ կարծիքով, որովհետև իրենց բաժանել են, փորձելով դաշտը այլ կերպ գրավել։ Լավ, ձեր կուսակցությունը ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում վարչապետի գլխավորությամբ եւ եղել եք մի քանի համայնքներում, մարզերում, մարդկանց տրամադրությունը ինչպիսին է, որովհետեւ շատերն ասում են, որ իշխանության ռեյտինգը ընկած է, քանի որ շատ խոստումներ ներքին առումով չեն իրականացվել, ո՞նց էին ընդունում մարդիկ։ Շատ լավ, ես խորհուրդ կտամ բոլորին շատ ուշադիր հետևել մեր հանդիպումներին, որովհետև հիմնականում նաև ուղիղ եթերով է տեղի ունենում։ Հանդիպումները այնպես չի, որ չոր բաներ են տեղի ունենում, որոնք թաքցվում են։ Շատ հետաքրքիր է անցնում, շատ դրական միջավայրում, շատ դրական մթնոլորտում։ Քաղաքացիները մեծ ցանկություն ունեն շփվել վարչապետի հետ։ Քաղաքացիների համար նաև շատ հետաքրքիր է այդ քաղաքացիների կողմից էլ է մեծ հետաքրքրություն այդ հանդիպումների նկատմամբ, որովհետև երբ իմանում են, որ արդեն դե գիտեն, չէ, ասենք գնում ենք այդ դողությամբ, տեսնում ես, որ կանգնած սպասում են մարդիկ, տարբեր հարցերով են դիմում, տարբեր խնդրանքներով, տարբեր մտահոգություններով են կիսվում, դժգոհություններ են լինում, գոհունակություն է լինում, բա ինչպես կարող են հավաքվել տարբեր քաղաքացիներ եւ բոլորը միասին նույն բանն ասել։ Իսկ ինչ վերաբերվում է այն քննադատություններին, որ շատ վատ է մեր վիճակը եւ մենք ստիպված ընկել ենք համայնքներով ման ենք գալիս, այդպես չէ։ Մենք մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում շրջում ենք բնակավայրերում։ Հետո քարոզարշավի ժամանակ էլ ենք շրջելու ավելի լայն թափով, որտեղ ժամանակը շատ է լինելու։ Եվ մեզ մոտ շատ լավ է ստացվում շփվել քաղաքացիների հետ, որտեղ շատ գործ ունենք արած։ Մեր խնդիրը գիտեք որն է, մեր արած աշխատանքի ցույց ողջ ծավալը չենք կարողանում ցույց տալ։ Իսկ մարդիկ ոչ մի բան չարած գովազդների մեջ են։ Մենք շատ բան ունենք արած եւ այդ մեր արածները ցույց տալու խնդիրը կա։ Մենք դա չեմ կարծում, որ շատ լավ ենք կարողանում անել։ Չենք ցույց տալիս։ Գնում ենք զրուցում ենք, հարցնում ենք ինչից են գոհ, ինչից են դժգոհ, ինչն է պակաս, ինչ ենք խոստացել, ինչ պետքա խոստանանք, ամեն ինչ քննարկում ենք քաղաքացիների հետ։ Եվ դա ամենաճիշտ երկխոսությունն է իշխող ուժի համար եւ ընդհանրապես քաղաքական ուժի համար։ Ծանոթ լինել քո քաղաքացու հոգսին եւ երազանքին։ Դու պիտի իմանաս քո քաղաքացին ինչ է ուզում։ Դու պիտի իմանաս ընտրողը ինչի կարիք ունի, ինչ պիտի անեիր, որ չես արել։ Մենք պիտի այդ ամեն ինչի մասին խոսենք եւ արտերեսվենք իրականության հետ։ Այո, դժգոհություններ էլ պիտի լսենք, բա ոնց։ Իշխանություն լինելով հոսել եք այս ընթացքում, այդ հանդիպումների ընթացքում։ Եղել են, իհարկե, եղել են, ինչ որ մարդիկ չոր բաներից բողոքել են, բայց դա էլ է նորմալ։ Դուք պատկերացնում եք, որ բոլորը գոհ լինեն։ Դուք դա ռեալ եք պատկերացնում։ Անհնարն է։ Դա անհնար բան է, դրա համար անկեղծ լինենք, բայց գոհունակությունը ավելի շատ է։ Որովհետև կան կենսական հարցեր, որոնք տարիներով չեն լուծվել եւ վերջին տարիներին լուծվել են։ Երբ որ 30 տարի մարդը ճանապարհ չի ունենում եւ ունենում է ճանապարհ, երբ որ մի 20 տարի ջրագիծ չի լինում է ջրագիծ, լուսավորություն, այն առաջնահերթությունները կենսական, երբ որ լուծվում է, մարդը դա չի կարող չնկատել։
Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արփի Դավոյանն էր, կհանդիպենք առայժմ։